Եթե եռալաշի ռեժիսորը ողջ լիներ, երևի թե արժեր մի հատ նոր եռալաշ նկարել Նիկոլի այս ստերի, աղքատության կրճատման, բոլոր ցուցիչներով անկումը ապրած, արդյունաբերությունը կրճատվել է, արտահանումը կրճատվել է, ներկրումը կրճատվել է, աղքատությունը աճել է, ՄԱԿ-ի տվյալներով աճել է նաև ծայրահեղ աղքատ, սոված քնող երեխաների թիվը, Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում որ հերթական մոնո ներկայացման ժամանակ երևի ներկայացնում է իր գլխում իր ստեղծած իրական Հայաստանը եւ այո, քանի որ երկիրը իսկապես հասվում է գրեթե դեֆոլտի վիճակի, բնականաբար Նիկոլ Փաշինյանը պետք է ձոնի հարկատուին, որովհետեւ 26 թվականին եւս 25%-ով բարձրանալու է գույքահարկը, մենք տեսանք թե աղբահանության գները ինչ կատաստրոֆայի էին հասել, այն մարդը, հա, որ ասում էր քաղաքացին տուգանքի մատերիալ չի, այն մարդը ով խոսում էր բանկերի տոկոսներից, ով խոսում էր գույքահարկի բարձր լինելուց, ով խոսում էր ես չգիտեմ ինչերից, այսօր քաղաքացուն դրել է, ինչ ասեմ, գազարի տեղ եւ ուղղակիորեն սենց այդ արնակամ լինելու աստիճան քաղաքացուն քերթում է, դրա փոխարեն դա կոմպենսացնելով հերոս հարկատուին ուղված մի ռաբիս, մի անմակարդակ ոտանավորով